Պարոն դեսպան, շարունակելով հարևանների թեման, վերջին շրջանում հատկապես միջազգային լրատվամիջոցները ակտիվ գրում են, անգամ CNN-ն էր սենսացիոն հայտարարություն արել, թե Իսրայելն օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանին հարվածելու համար։ Արդյոք նման փաստեր հայտնի են Իրանին, թե պաշտոնական Բաքուն հերքեց այս լուրերը։ Եվ 12-օրյա պատերազմի ժամանակ իրանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները գրում էին, որ Ադրբեջանի տարածքից անօդաչու թռչող սարք է բարձրացել օդ եւ շարժվել է դեպի Իրանի տարածք։ Ինչպես կարձագանքի Իրանը, եթե հարևաններն իրենց տարածքը տրամադրեն Իրանի թշնամիներին ձեր երկիրը թիրախավորելու համար։ Շնորհակալություն։ جناب سفیر یه سوال دیگه ای داشتم. خب با توجه به اینکه برخی از رسانه‌های بین‌المللی یک سری مطالبی رو اعلام می‌کردن، از جمله خب خبر CNN در این زمینه که اسرائیل از منطقه آذربایجان به ایران حمله کرده، البته خب کما اینکه باکو این رو تکذیب کرد، ولی خب طی جنگ 12 روزه هم با توجه به اینکه برخی از کانال‌های تلگرامی میگفتن که پهپادهایی بودن که از منطقه آذربایجان بلند شدن و وارد ایران شدن، نظر شما در این زمینه چی هست و اگر چنین اتفاقی بیفته واکنش ایران به چه صورتی خواهد بود؟ ببینید جمال زنی‌های غیر رسمی خب بود، مطرح بود همیشه. Տեսեք, ոչ պաշտոնական որոշակի կարծիքներ եւ քննարկումներ ամեն դեպքում, այո, մենք էլ ենք լսում, տեսել ենք, շրջանառվում էին։ خب از نظر مقامات امنیتی و نظامی جمهوری اسلامی ایران اینها در واقع به اثبات لازم نرسید. Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական եւ անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մասնագետների գնահատմամբ նմանօրինակ կարծիքները չեն հաստատվել։ اینکه اگر انجام میشد مستقیما از قلمرو کشوری به ایران حمله میشد، واکنش ایران چی بود؟ واکنش ایران خیلی روشن. Այն թե ինչպիսին կլիներ Իրանի արձագանքը, եթե որևէ պետությունից ուղղակիորեն հարվածներ հասցվեին Իրանին, կարծում եմ, որ սա այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է։ دیگه از آمریکا که به قول معروف بزرگتر نداریم که هر جا از هر قلمروی امریکایی‌ها به ایران حمله کردن، ما پایگاه‌های امریکا رو و منافعشون رو زدیم. اردن بوده، بحرین بوده، کویت بوده، امارات بوده، قطر بوده، نمیدونم عراق بوده، همه جا. Ամերիկայից ավելի ուժեղ եւ մեծ պետություն էլ հոչ չկա, սակայն հաշվի առնելով նույնիսկ Ամերիկայի գերտերություն լինելը, ցանկացած բոլոր պետություններից, որտեղ տարածքներից, որտեղի ամերիկյան ռազմաբազաներից հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Իրանը համապատասխան կերպով արձագանքել է, պատասխան հարվածներ է հասցրել այդ ռազմաբազաներին, թե Հորդանանում, թե Բահրեյնում, թե Քուվեյթում, թե Կատարում, թե Իրաքում եւ այլն, Սաուդյան Արաբիայում, Էմիրատներում եւ այլն։ بنابراین تا موقعی که در بحث جنگ به هر حال مستندات باید به هر حال بر اساس مشخصات و استانداردهایی که خود سیستم‌های نظامی دارن فرق میکنه با بحث‌های رسانه‌ای داخل گروه‌ها. Ամեն դեպքում պատերազմական իրավիճակում ռազմական ոլորտի գնահատականները եւ համապատասխան տեխնոլոգիաների ստանդարտներով արկա խնդիրների եւ արկա ազդակների գնահատումը հաճախ տարբերվում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերից եւ կարծիքներից։ ولی تاکید کنم که واقعا اولویت و تلاش جمهوری اسلامی ایران در این جنگ این بود که اثرات منفی این جنگ در منطقه قفقاز جنوبی کمتر لمس بشه، در واقع کمتر ایجاد چالش بشه. Ամեն դեպքում ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ այս պատերազմում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր նպատակներից եւ առաջնահերթություններից է եղել այն, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը հնարավորինս քիչ զգա այս պատերազմի հետևանքները եւ այդ պատերազմից բխող մարտահրավերները ազդեցություն չունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ همین خاطر با اینکه بعد از اتفاق مشکوکی که در فرودگاه نخجوان افتاد، رهبران جمهوری آذربایجان واکنش‌های تندی داشتند،
که از حوزه ادب هم از حد خودشون هم خارج شد ولی ایران بسیار موقر و متین برخورد کرد. Ոստի հենց այդ պատճառով էր, որ այն կասկածելի միջադեպը, որը տեղի ունեցավ Նախիջևանի օդանավակայանում եւ դրա հետևանքով եւ դրանից հետո մենք նույնիսկ ականատես եղանք Ադրբեջանի նախագահի կոշտ եւ կարող ենք ասել, որ հռետորաբանության որոշակի սահմաններն անցնող արձագանքից դրան ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես եկավ շատ բալանսավորված, հավասարակշռված դիրքորոշմամբ եւ հայտարարություններով։ از طریق دیپلماسی مخفی حل و فصل شد که به هر حال اونا متوجه بشن که نمیتونن از رفتار کنن. Եվ դիվանագիտական խոհվակներով, դիվանագիտական ճանապարհներով այս հարցը ի վերջո լուծվեց եւ մենք էլ մեր կողմից փոխանցեցինք այն ուղերձը, որ նմանօրինակ վարվելակերպը եւ գործելավոճը անընդունելի է։